եւ աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան եւ սերունդների լուսավոր գալիքը։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը։ Մայրաթորում մոտուցվող Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ ասել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Խորհուրդ մեծ եւ սքանչելի, անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ։ Անծայրացիր տիեզերքը ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում։ Երկնային գահին բազմողը փոքրիկ եւ աղքատիկ քարայրում։ Ազգերը հրավիրվեցին մեղքը թոթափելու, մահվան խավարից ելնելու եւ հավիտենության ժառանգորդ լինելու։ Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա։ Ուսուցանում են եկեղեցու սուրբ հայրերը։ Իրավի, Աստուծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու, սրբագործվելու և աստվածանալու։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկողմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման։ Աղոթք է հնչել նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատազրկված սրբազանների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը իր խոսքում ողջունել է Արամ Ա կաթողիկոսին, Կոստանդնոպոլսի եւ Երուսաղեմի հայոց պատրիարքներին։ Թող Բարձրյալի Սուրբ Աճի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով եւ մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ փրկիչ մեր Տիրոջը այսօր եւ միշտ եւ հավիտյան։ Շնորհք, սեր եւ խաղաղություն Դյարն մերո Հիսուսի Քրիստոսի եղիցին մեզ եւ ընտամենեսյան ամեն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Երևանում Հայաստանի վարչապետն ու Աննա Հակոբյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել են Սուրբ Ծննդյան պատարագին, որից հետո սկսվել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթը դեպի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Մամուլում տարածվել են տեղեկություններ, որ Գյումրիից քաղաքացիներ են բերվում մայրաքաղաք մասնակցելու վարչապետ Փաշինյանի երթին։ Գյումրեցի ՔՊԱ-ական պատգամավոր Էմմա Պալյանը տեսաուղերձով կոչ էր արել քաղաքացիներին միանալ իրենց։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում քահանային թույլ չեն տվել մտնել պատարագի, այնտեղ վաղ առավոտից ոստիկանները մի շարք քաղաքացիներ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ փակել են եկեղեցու մուտքը, արգելելով Տեր Հայկին ներս մտնել։ ՔՊԱ-ական Տավրոս Սափեյանը հայտարարել է մեջբերում թույլ չեն տալու, որ օծյալ քահանան եկեղեցի ոտք դնի, քանի որ Սուրբ Ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ Արամայիս Թախմազյանը։ Տեսնելով, որ իրավիճակը լարվում է եկեղեցու մուտքի մոտ, Տեր Հայկ քահանա Սահակյանը բախումներից խուսափելու համար հեռացել է Սուրբ Աստվածածին եկեղեցուց։ Հայր մեծ, օրենքինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, եղիցին կամ քո, որպես եկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, ուրն ես այսօր, եւ թող մեզ փառքից մեզ, որպես եւ մենք թողում մերոց պարտականած, եւ մի տանիրս մեզ իփոխություն, այդ պրկեած մեզ իչարեք, Զիգորի արկայություն և զորություն և պարկ հավիտյանս, հավիտենից ամեն, Քրիստոս ծնավ և հայտնվեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, Օգյան ես անուն,
Թալինի այս եկեղեցում վերջին օրերի իրադարձությունները սրբապղծություն է անվանել Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից։ Մեջբերում սա փողոցային ճնշման, սադրանքի եւ հոգեվոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը եւ վտանգում իրավական պետության հիմքերը։ Դեկտեմբերի 31-ին նռնորդ արարողության ժամանակ Թալինի համայնքապետը կրկին խոչընդոտել էր արարողության անցկացմանը, թույլ չտալով քահանային մատուցել պատարագ։ Համայնքապետի հետ զրույցից հետո հոգևորականները եւ քաղաքացիները բախումներից խուսափելու համար դուրս էին եկել եկեղեցուց։ 44-օրյա պատերազմի ընթացքում երկրում որոշակի շրջանակներ միահամուռ լինելով հայկական Սփյուռքի հետ քննադատում էին թուրքական իշխանությունների դիրքորոշումը, որոնք աջակցում էին եղբայրական Ադրբեջանի պայքարին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը զուգահեռներ է անցկացրել սիրիական ճգնաժամի հետ, նշելով, որ այդ նույն ուժերը Բաշար Ասադի փախուստի պահին իրենց կոչ էին անում երկխոսության մեջ մտնել հարևան երկրի արդեն տապալված ղեկավարության հետ։ Թուրքիայի առաջնորդի խոսքով այս գործողությունները վկայում են երկրի ներքին որոշ շրջանակների եւ արտաքին հակազդող ուժերի շահերի համընկման մասին։ Ռուսաստանի Տվեր քաղաքում խոցված ուկրաինական ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բազմահարկ բնակելի շենքի վրա։ Ըստ ռուսական լրատվամիջոցների դրա հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Նյու Յորքի դատարանում տեղի ունեցել Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործի քննությունը, որի ընթացքում նա չի ընդունել առաջադրված մեղադրանքները։ Մադուրոն դատարանում խոսել է իսպաներեն եւ հայտարարել, որ իրեն առևանգել են։ Նրա խոսքով ինքը Վենեսուելայի գործող նախագահն է եւ համարվում է ռազմագերի։ Նրա կինը Սիլիա Ֆլորեսը ներկայացել է որպես Վենեսուելայի առաջին տիկին եւ հայտարարել է իր բացարձակ անմեղության մասին։ Դատարանում նախագահական զույգը ներկայ է եղել մուգ գույնի բանտային հագուստով։ Մադուրոյի փաստաբան Բարի Փոլակը նշել է, որ Վենեսուելայի նախկին նախագահը այս պահին չի դիմում գրավով ազատ արձակվելու խնդրանքով։ Նույն դիրքորոշումն է հայտնել նաև Սիլիա Ֆլորեսի պաշտպանը։ Բացի այդ, Փոլակը նշել է, որ Մադուրոն ունի առողջական որոշ խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն։ Սիլիա Ֆլորեսի պաշտպանն էլ հայտնել է, որ նրա պաշտպանյալը ձերբակալության ընթացքում ստացել է լուրջ վնասվածքներ, հնարավոր է ունի կոտրվածք եւ ուժեղ կապտուկներ կողոսկրերի շրջանում։ Վենեսուելայի նախագահի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 17-ին։ Հարևան Իրանում իշխանությունների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 9-րդ օրը։ Ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Իրանի Խորամաբադ քաղաքը։ Նրանք հեռացրել են անվտանգության ուժերին եւ վերահսկողություն հաստատել կառավարական ենթակառուցվածքների նկատմամբ։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում Հեզբոլահին եւ Համասին պատկանող ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածները հասցվել են զինադադարի պայմանավորվածությունների շարունակական խախտումներին ի պատասխան։ Մինչ հարձակումները բանակի խոսնակ Ավիչայ Ադրային նախազգուշացրել էր նշված տարածքի բնակիչներին։ Հրապարակման պահին Հեզբոլահը եւ Լիբանանի կառավարությունը պաշտոնական մեկնաբանություն չեն ներկայացրել։ Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանում 2024 թվականի նոյեմբերի 27-ի հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Արդեն 4-րդ օրն է Նիդերլանդներում հազարավոր ուղևորներ ձյան եւ սառնամանիքի պատճառով մնացել են երկրում։ Չեղարկվել եւ հետաձգվել են օդային եւ երկաթուղային չվերթները։ Ամստերդամի Schiphol օդանավակայանը չեղյալ է հայտարարել գրեթե 500 չվերթ եւ ժամանակավորապես փակել է մուտքային չվերթները։ Օդանավակայանը ուրբաթ օրվանից ի վեր ամեն օր չեղարկել է հարյուրավոր չվերթներ ձյան եւ սառույցի պատճառով։ Նիդերլանդների թագավորական օդերևութաբանական ինստիտուտը մի քանի նահանգների համար հայտարարել է նարնջագույն նախազգուշացման կոդ, կանխատեսելով ձյան տեղումներ եւ զգուշացնելով երթևեկության վտանգավոր պայմանների մասին ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում առատ ձյան տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է տեղի ունեցել։ Դրա հետևանքով խցանումների ընդհանուր երկարությունը գերազանցել է 1000 կիլոմետրը։ Օդանավակայաններում չվերթների 15%-ը չեղարկվել է։